Բարև եւ բարի գալուստ իմ YouTube յանալիք, ես Միլենան եմ, աստավկա չունեմ, որ դնեմ միկրոֆոնս, դրա համար պահել եմ ձեռքս, մինչև գտնեմ ինչ-որ հարմար տեղ եւ կտեղավորեմ այն։ Այսօր գրանցվելու ենք H&M կայքում, հունական H&M կայքում եւ ոչ միայն հունական, այլ նաեւ հունական outlet-ում H&M-ի, այնպես որ մնացեք ինձ հետ, ձեզ ցույց կտամ ինչպես եմ այնտեղից գրումներ կատարում, ինչպես ենք այնտեղ գրանցվում, ես այնտեղից հիմնականում մանկական հագուստ եմ գնում, բայց այնտեղ կա նաև հագուստներ նախատեսված եւ տղամարդկանց եւ կանանց եւ նաեւ ոչ միայն շատ փոքր երեխաների համար, այլ նաեւ մեծ, այսինքն 6-ից 12 տարեկան եւ ավել երեխաների համար նախատեսված հագուստ կա։ Այնպես որ մնացեք ինձ հետ, որպեսզի հասկանաք ինչպես գրանցվել։ Իդեպ հենց շատ մարդիկ գրում են ինձ ինչպես գրանցվել տարբեր կայքերում եւ խոստանում են, որ հերթով ցույց կտամ ինչպես գրանցվել բոլոր կայքերում, սկսած Pinduoduuից, H&M-ից, մի խոսքով բոլոր այն կայքերում, որտեղ որ չեք կարողացել գրանցվել, նաև Shein-ում։ Իրականում այդքան էլ բարդ չի, պարզապես գիտեմ, որ որոշ մարդիկ գուցե լեզվի խնդիր ունեն անգլերենի, գուցե ուղղակի այդ տեխնիկային չեն տիրապետում, բայց նաև ցույց կտամ ինչպես կարող եք կայքը դարձնել հայերեն, խուսափելով խնդիրներից ու այսօր երբ որ ցույց տամ ինչպես գրանցվել H&M-ում, կարող եմ ցույց տալ միայն համակարգչով, որովհետև երբ որ դու գրանցվում ես հեռախոսով շատ արագ հասկանում են, որ դու գտնվում ես Հայաստանում եւ չի թույլ տալիս պատվերներ կատարել Հունաստանից հեռախոսով, եթե կարող եք համակարգչով մուտք գործեք այնտեղ։ Всё, եկեք գնանք ու սկսենք գրանցումը։ Բայց մինչ դա մտեք բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք լայք, որպեսզի բաց չթողնեք իմ մյուս վիդեոները։ Մենք արդեն հասնում ենք 1000 հետևորդի, ինչի առիթով ես շատ ուրախ եմ։ Եվ նաև կխնդրեմ մեկնաբանություններում ինձ հարցեր ուղղել, որովհետև որոշել եմ տարբեր հարցերի պատասխանել։ Կլինեն դրանք եւ իմ մասին, կլինեն առհասարակ ինչ-որ հարցեր, որոնք ձեզ կհետաքրքրեն, որ լսեք իմ կարծիքը, նախ իմ մասին կպատմեմ հենց այդ հարց-պատասխան վիդեոյում, հետո կպատասխանեմ հենց ձեր հարցերին։ Ու հետո ես կհասկանամ այն մոտավորապես 1000 հոգին, որոնք ինձ հետևում են, արդյոք իսկապես ակտիվ են իմեջում, չնայած ես գիտեմ, որ բավականին пассив եմ եղել, խոստանում եմ այն շտկել։ Всё, եկեք գնանք գրանցվենք ու սովորենք ավելի մատչելի գնումներ կատարել։ Ինձ հետ։ Այստեղ տեղավորեցի ու հույս ունեմ, որ նորմալ ձայնս գրում է, որ չգրի միկրոֆոնի ձայնը չեմ տեղադրի, կտեղադրեմ հենց այստեղի ձայնը։ Մտնում ենք outlet, ուրեմն սովորեցնեմ ինչպես ենք գրանցվում, մտնում ենք այս մարդուկի վրա, կտացնում ենք եւ գրում ենք այստեղ մեր մեյլը։ Այստեղ կնշեմ իմ մեյլը, որը որ ցանկանում եմ բացել այն, կփակեմ իմ մեյլի հատվածը հարգելի պատճառներով, նախընտրելի է որ դուք ունենաք ոչ թե mail.ru, այլ Gmail, որովհետև Ռուսաստանում ինչ որ սանկցիաներ կիրառվեցին, շատ դեպքում ռուն չէր աշխատում, հետո հիմա համաշխարհային կայքերում գրանցվելու համար ցանկալի է որ դուք ունենաք Gmail, աշխատեք Gmail ունենալ։ Այստեղ նշում ենք password, password-ը պետք է լինի 8-ից 25 նիշանոց, նախընտրելի է որ ունենա սիմվոլներ, կետեր եւ այլն գաղտնիության համար։ Ես հիմա կնշեմ իմ password-ը, փորձեմ մի փոքր ավելի այդպես այստեղ նշում ենք որ պայմաններին համաձայն ենք ու որպես այդպեսին գրանցումը արդեն եղավ, ուրեմն ես իմ հեռախոսին ստացա Gmail-ից հաղորդագրություն, որ ես գրանցվել եմ H&M կայքում։ Մոտավորապես այս տեսակ հաղորդագրություն եք ստանալու Gmail-ով, որ դուք մուտք եք գործել H&M կայք, սեղմում այստեղ ու մտնում ենք։ Այստեղ իմ նախորդ պատվերներն են, անդամներ, հաշվի կարգավորում։ Հաշվի կարգավորումներ բաժնում, տարբեր կարգավորումներ պետք է անենք ու նաև հասցեի կարգավորումը։ Ես այստեղ ունեմ իմ հասցեն, իմ տվյալները գրված, այստեղ մեյլը եւ այլն, այստեղ հասցեն է։ Այս ներքևում վճարման կարգն է, որը այս պահին չկա։ Ես քարտ ունեի գցած, բայց դիտմամբ ջնջել եմ, որպեսզի ցույց տամ ինչպես ենք գցում։ Ուրեմն այստեղ ավելացնել նոր հասցեմ։ Ուրեմն ջնջենք մի հասցեն,
Լավ, եկեք մտնենք ձեզ ցույց խմբագրել առաքման հասցեն։ Սա նախորդ հասցեն ա եղել, այն ինչ որ ես նշել եմ։ Մենք Onyx գնելու ենք իմ հասցեներ։ Այստեղ հասցեներ հատվածում նշում ենք Հունաստան։ Նշելու ենք Հունաստան, այստեղ գնալու ենք ու տեսնելու ենք մեր հասցեները։ Կմտնեք այդ Onyx-ի դաշտում ու հերթով կլրացնեք հասցեները։ Հիմա եկեք լրացնենք։ Առաջին տողում գրում ենք անունը, ազգանունը, հունական հասցեի առաջին տողում նշում ենք հենց առաջին հասցեն, որը որ կա Onyx-ում։ Երկրորդ տողում մեր Onyx-ի երկրորդ հասցեն է, ինչը որ շատ կարևոր է, որ մենք նշենք, որովհետև այս GD-ն եթե չենք նշում, ունենում ենք խնդիր։ Հետո նշում ենք քաղաք Աթենքը եւ փոստային ինդեքսը։ Այստեղ արդեն ավտոմատ նշված է այդ տեղը։ Ու всё, անում ենք պահեստավորում։ Всё։ Ու վերջ, հասցեն պատրաստ է։ Այստեղ ես երկու հասցե ունեմ նշած, բայց նույնն են երկուսն էլ, այնպես որ ճիշտ կլինի, որ այս բոլոր թվերը գրված լինեն, այդպես նշես։ Всё, պահեստավորել։ Արդեն այստեղ եթե կանաչ այսպիսի նշան է հայտնվում, ուրեմն ձեր հասցեն ճիշտ է գրված։ Հիմա ցույց տամ իմ նախկին պատվերները, որոնք ես արել եմ։ Արել էի երեխայի համար, այստեղ են, այսպես պուճուրիկ համովիկ պատվերներ են։ Այստեղ շատ լավն են, հիմա չեմ կարող մեծ բացել, քանի որ դրանք այլևս առկա չեն պահեստում, բայց մի խոսքով շատ լավն են ու որակյալ։ Հիմա եկեք մի քանի բան նայենք, ուրեմն մտնենք կանանց առաջինը ու մտնենք գներ անդամների համար, այստեղ ավելի շատ զեղչեր են լինում։ Այստեղ ներքնազգեստներ կան, տարբեր շապիկներ, այս բլուզը շատ լավն է, թրենդային, օրինակ ես հենց այս բորդո երանգը շատ եմ հավանում, եկեք ցույց տամ ինչպես կատարենք պատվերը, այստեղ սեղմենք ենք M չափսը, իմը M-ն է, և ավելացնել զամբյուղ, հենց այս տարբերակը վերցրեցի, որ միանգամից ցույց տամ ինչպես պատվիրեք, всё, անում ենք ավելացնել զամբյուղ, արեցինք, այս պահին 10:99, այստեղ մոտավորապես կնշեմ հայկական դրամով ինչպիսին է արժեքը, մանկականը նայենք մի հատ էլ, այստեղ նորածինների համար կա, մտնենք նորածիններ և գներ անդամների համար։ Всё, այստեղ տարբեր բաներ կան, շատ հավանում եմ այս ժակետը, եկեք առանձնացնենք այս ժակետը, ուրեմն այս պահին 8 եվրո է ժակետը ու շատ մատչելի է, ես իմ աղջկա համար 9-ից 12 ամսեկանը կդնեմ զամբյուղի մեջ և կավելացնեմ, ես շատ գոհ եմ, շատ հավանում եմ հենց այստեղի տեսականին, դուք ևս կարող եք տվել։ Տեսեք 15 եվրոյով երկու հատ փոդիկ է մանկական, ինչքան սիրուն են։ Օրինակ հենց այս երանգը կարելի է բռնել այստեղ, երեխայի համար 9-ից 12 ամսեկանի համար նախատեսված է։ Սա այսպես։ Եկեք ցույց տամ վերջնական պատվերը, ինչպես ենք իրականացնում, մտնում ենք այս զամբյուղիկի մեջ։ Ուրեմն արդեն այս զամբյուղում ենք, մեր դրված ապրանքները այստեղ են, տեսեք գինը 44.96 եվրո է, ավարտեք ձեր գնումը։ Այստեղ կարող ենք նաև գցել մեր քարտային տվյալները, նայեք ներքևում իջնում ենք ներքև, այստեղ քանի որ հատուկ չեմ նշել, սա էլի անուն ազգանունն ենք գրում այստեղ, մեր քարտի վրայի թվերն ենք նշում այստեղ, սպառման ամսաթիվ, 3 թիվը քարտի հետևում, անում ենք խնայել իմ հաջորդ վճարման համար և ավարտեք ձեր գնումը, սեղմում եք այս կոճակը և ավարտում եք ձեր գնումները։ Փորձեցի ամենը մաքսիմալ հեշտ բացատրել, եթե հարցեր կունենան կապված գրանցման հետ, գրեք անպայման մեկնաբանություններում, ես կմտնեմ և կպատասխանեմ, չմոռանաք մեկնաբանություններում նաև գրել այն հարցերը, որոնք ինձ ուղղելու եք
եւ անձնական եւ ցանկացած ոլորտից եւ ես կպատասխանեմ իմ տեսանկյունից, բնականաբար տարբեր ոլորտներից հարց տալու դեպքում ես մասնագետ չեմ եւ չեմ կարող ասել հստակ ճիշտ ինչ որ պատասխաններ, բայց կփորձեմ իմ տեսակետը հայտնել։ Մի խոսքով մտեք բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք լայք, որպեսզի բաց չթողնեք իմ մյուս վիդեոները։ Շնորհակալ եմ, որ ինձ հետևում եք։ Կհանդիպենք մյուս վիդեոներում։